Կտրիչ Ներսիսյանի հեռանալու պահանջը ձևավորելուց եւ հանրայնորեն հնչեցնելուց հետո ես ինքս էլ այն հատուկենտ ներգործիչներից եմ եղել հանրային, ով պնդել է, որ եկեղեցում կան առողջ հոգևորականներ, էտալոնային հոգևորականներ եւ այդ հոգևորականները ուղակի Կտրիչ Ներսիսյանի եւ նրա դինաստիայի կողմից, այսպես ասած, մեկուսացված ու իզոլացված են, բայց նրանք կան, նրանք եղել են եւ հիմա էլ նրանք ի հայտ են գալիս։ Եվ այդ շրջանում, սկզբնական շրջանում մի քանի եպիսկոպոսներ ընդհանուր նաեւ ինձ հետ են կապ հաստատել, իրենց մտահոգությունը հնչեցրել այս մասով։ Ես ինքս ակնկալում եմ այդ եպիսկոպոսների շարքին, որ եւս մի քանիսը մոտորերին կմիանան, որովհետեւ առանձին զրույցների ընթացքում կարծես թե նրանք ըստ իրենց պնդումների ամեն օր աղոթում են Նիկոլ Փաշինյանի սկսած բարենորոգման աշխատանքի հաջողությամբ պսակվելու համար։ Իսկ այս հոգևորականության, այս շրջանակի մասով, գիտեք, ես էլի այստեղ պետքա շատ անկեղծ լինեմ։ Նաև վարչապետը երեք իր բրիֆինգի ընթացքում հաստատեց, որ հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդ կարող է միանալ այս նորոգման, հոգևոր նորոգման արշավին եւ աջակցել։ Հիմա որոշ հոգևորականներ, վարչապետի կողքին հայտնված որոշ հոգևորականների ես դիտարկում եմ իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, շարքային հետևորդներ առաջին հերթին։ Ինչու, որովհետև նրանցից մի քանիսը առնվազն այո բարեվարկության հետ կապված խնդիրներ ունեն։ Ու Կտրիչ Ներսիսյանին, որ ասում ենք պիտի հեռանա, որովհետև խախտել է կուսակրոնության ուխտը, հովանավորել է սրբապղծությունը եւ պղծությունը առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պիտի հեռանա այս պատճառներով։ Վստահաբար Կտրիչ Ներսիսյանի հետ պետք է հեռանան այն հոգևորականներ, ովքեր ունեն խնդիր կուսակրոնության ուխտի հետ, ովքեր ունեն խնդիր բարեվարկության կանոնների հետ, ովքեր կասկածելի պայմաններում հարստացել են, ովքեր ունեն զավակ կամ զավակներ։ Սա ինձ համար սկզբունք է։ Եվ կարծում եմ վարչապետ Փաշինյանը եւս այս ճանապարհով կգնա եւ առհասարակ հայ առաքելական եկեղեցին ներսից ինքնամաքրման ճանապարհ բռնել, ինքնամաքրման ուղի բռնել եւ ամեն ինչ կպսակվի այդպես։ Կտրիչ Ներսիսյանը անպայմանորեն գազատիվ է հարանը, կամավոր կամ հարկադրաբար դա էլ դրանքը ինչպես է պատկերացնում, որ այսպես։ Գիտեք, հիմա դուք ինձանից մի սպասեք, որ պետքա ես ասեմ, որ այո նրա վզից բռնած պետքա բռնել ու դուրս շպրտել վեհարանից։ Ես այդպիսի հայտարարություն չեմ անի։ Կտրիչ Ներսիսյան ունի դեռևս հաշված ժամեր որոշում կայացնելու եւ կամավոր հեռանալու, գնալու իր թորների, իր երեխայի կամ երեխաների հետ ծերությունը վայելելու կամ կուսակցություն բացելու, Կիրենկոից փողեր ստանալու գործը սկսի ու մտնի քաղաքականության մեջ։ Այլ ճանապարհ չկա։ Կտրիչ Ներսիսյանը գնալու է։ Կտրիչ Ներսիսյան կոչվող մետաստազը, պղծության սիմվոլիկան Մայրաթոր Սուրբ Էջմիածնից անպայմանորեն գնալու է։ Գնալու է իր հետ տանելով իր հետ այդ օրակարգը կիսող բազում հոգևորականների եւ այդ հոգևորականների մեծ մասը ի տարբերություն Կտրիչ Ներսիսյանի չի ընդդիմանալու այս օրակարգին, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ եկեղեցին պետքա ինքնամաքրվի։ Ամեն դեպքում ձեր խոսքում եկեք հստակություն մտցնենք եւ իմ հարցին ավելի հստակ պատասխանենք։ Այս մարդիկ խոցելի էին դրա համար գնացին Փաշինյանի հետ հանդիպման եւ ըստ էության միացան այդ հայտարարությանը, թե ամեն դեպքում իսկապես տեսան բարեվարկության, բարենորոգման անհրաժեշտությունը եկեղեցու ներսում։ Ես կարծում եմ իրենք խոցելի են դարձել եւ խոցելի են առաջին հերթին Կտրիչ Ներսիսյանական դինաստիայի կողմից։ Խոցելի են եղել տարիներ շարունակ։ Կոմպրոմատների լեզվով խոսող Կտրիչ Ներսիսյանը կամ նրա աջ ձեռքը հանդիսացող Արշակ Սրբազան կոչվածը տարիներ շարունակ հոգևորականների հետ խոսել են կոմպրոմատների լեզվով։ Եթե տրամաբանության հիմքում դնում ենք սա, ապա պետք է հոգևորականները Փաշինյանի կողքին չհայտնվեին, եթե կոմպրոմատների մասին է խոսքը, որովհետև կոմպրոմատային պատերազմ Կտրիչ Ներսիսյանն է տարել
եկեղեցու ներսում իր ենթակաների հետ։ Ես կարծում եմ, որ այս հոգևորականները հասկացան, որ այո, պետքա ինքնամաքրման ճանապարհը բռնել եւ առաջինը պետքա սկսել իրենցից, կարծում եմ։ Եվ այս ուղերձը իրենք կհղեն հանրությանը։ Մոտ օրերս իրենք կհղեն, երբ որ իրենց եւ մյուս հոգևորականների ջանքերի արդյունքում Կտրիչ Ներսյանը հեռացվի Վեհարանից։ Իսկ մենք որպես հավատավորներ, մենք պետք է բավարարվենք նրանով, որ Կտրիչ Ներսյանը հեռանա եւ այս մարդիկ շարունակեն ծառայել, այսինքն այս մարդիկ թե պետք է իրենց վարքի համար ամեն դեպքում պատասխան տան եւ գուցե հեռանան նաեւ հոգեվոր ծառայություն մատուցելու այդ իրենց կարգավիճակից։ Բոլոր այն հոգևորականները, որոնք որ այս ընթացքում քիթները խոթել են քաղաքականության մեջ, պետքա դրա համար առաջին հերթին ներողություն խնդրեն եւ նրանք պետքա շատ կոնկրետ խոշորացուցի տակ հայտնվեն։ Բոլոր այն հոգևորականները, որոնք կիսում են Կտրիչ Ներսիսյանի անցած ճանապարհը եւ Կտրիչ Ներսիսյանի հետ միասին իրենց կյանքի ընթացքում կուսակրոնության ուխտը խախտել են այնպես, ինչպես Կտրիչ Ներսիսյանը, նրանք եւս պետք է հեռանան։ Գիտեք, իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ, իմ խնդիրը չի Կտրիչ Ներսիսյանի դեմ կռիվ տալը։ Կտրիչ Ներսիսյանը պղծության հումանիշն է ինձ համար։ Կտրիչ Ներսիսյանը լուսավորչի գահը զավթող անձնավորություն է ինձ համար։ Եվ բնավ իմ կռիվը Կտրիչ Ներսիսյանին մեկ այլ Կտրիչ Ներսիսյանով փոխարինելը չի։ Եվ այո, կարծում եմ, որ մի շարք հոգևորականներ ի վերջո պետքա իրենք որոշում կայացնեն եւ բարենորոգման ճանապարհին ունենային գտնեն իրենց մեջ այդ հանդգնությունը, այդ համարձակությունը եւ կամավոր ազատեն մայրաթորը։ Ես այսօր ընթերցեցի Կոտայքի թեմի առաջնորդի խոսքը կամ զրույցը լրատվամիջոցներից մեկի հետ, նա ասել է, որ մենք դիմել ենք կաթողիկոսին, ասել ենք անգամ կարգալույց մի արեք Արշակ Խաչատրյանին, այլ կարող եք առժամանակ նրա ծառայություն մատուցելը սառեցնել եւ թող գնա ապաշխարի, հետո վերադառնա եկեղեցի։ Ես ուզում եմ ուղղակի հասկանալ, ապաշխարելու դեպքում մենք պետք է մոռանանք այդ մարդկանց բարեվարկության հետ կապված խնդիրները։ Ապաշխարելը բավարար է, որպեսզի մեր մյուս հոգևորականները շարունակեն որը ժամանակ հետո իրենց ծառայությունը եկեղեցում։ Մենք պետք է կտրուկ պահանջենք, որ նրանք այլևս չհամարվեն հոգևորականներ, այդ կարգավիճակից դուրս գան։ Սամվել Խաչատրյանը ճիշտ կանի Կտրիչ Ներսիսյանի հետ միասին օր ու ժամ առաջ Ազատի Վեհարան։ Ես ես կարծիքին։ Նա պետք է հեռանա, ապաշխարելը այստեղ չի կարող փրկություն լինել, ինչ ապաշխարել։ Ապաշխարի ում առաջ, լավ Աստծո առաջ ապաշխարեց։ Սեփական քեռու պատասխանը ինչպես է տալու։ Կներեք, չեմ ուզում մտնել այդ դաշտ։ Անկեղծորեն չեմ ուզում եւ ես կարծում եմ, որ Սամվել Խաչատրյանը առնվազն պատկառանք կունենա այս ամեն ինչից հետո, երեսին հորթի կաշի, չի քաշի ու որոշում կկայացնի ու կհեռանա։ Ազատելով մեզ բոլորիս այս զզվելի տհաճ խոսակցություններից, որովհետև որևէ մեկիս հաճույք չի պատճառում Սամվել Խաչատրյանի ինտիմ տեսանյութերը քննարկելը կամ դրա հետևանքները քննարկելը։ Հետևանքը մեկն է։ Կուսակրոնության ուխտը խախտելը, պղծությամբ զբաղվել, բառի բուն իմաստով ու պետքա հեռանա։ Հեռանա ու ինչքան հեռու այնքան լավ։ Շատ լավ։ Հանրության աչքին ինչքան չերևա, այնքան լավ իր համար։ Պարոն Մկրտչյան, Փաշինյանի հետ հանդիպմաններ գնացել նաև Արցախի թեմի առաջնորդը, սա ընդդիմադիր շրջանակների համար կարծես թե անակնկալ էր եւ մեծ չափաբաժնով քննադատություն է հնչում նրա հասցեին, ասում են սա նշանակում է եւս միանալ Արցախի ուրացման այդ քաղաքականության իշխանությունների կողմից վարվող, որովհետեւ նա խոնարհվեց Արցախը հանձնողի առջև։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Հիմա էլ ընդդիմադիր շրջանակները այսպես առանձին հոգևորականների դեմ են արշավ սկսել։ Ընդդիմադիր շրջանակները այդպես էլ ես չեմ հասկանում, թե նրանց նպատակը որն է, ինչ են ուզում։ Քանի կար մի ժամանակահատված կար, որ ասում են եկեղեցու խնդիրները պետքա լուծվի եկեղեցու ներսում։
Դա եկեղեցու խնդիրն է։ Հիմա տասնյակ եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ եւ մի շարք հոգեվորականներ, քահանաներ եկեղեցին ներսից ինքնամաքրման process են սկսել։ Կներեք, հիմա ինչու՞մն է խնդիրը։ Արցախը ուրացավ, Արցախի թեմի Լսեք, Արցախն ուրացավ դաշնակ կամ դաշնակցության հովանավորությունը վայելող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը առաջին հերթին։ Քաղաքացին էլ չէ, ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն Պարքև Սրբազանին բան չկա ասելու։ Չեն տեսնում, չեն նկատում, որ Արցախի ամենածանր օրերին Պարքև Սրբազանը Միացյալ Նահանգներում էստրադայի որոշ ճակերտներում էստրադան, որոշ ներկայացուցիչների գրկում տաք արևի տակ վայելում էր իր կյանքը։ Այդ չէին տեսնում։ Այդտեղ նկատելու բան չկա, հետաքրքիր չի։ Այդտեղ քննադատելու տեղ չկա, կամ ինչ ասել է Արցախի թեմ։ Ես կարծում եմ չկա այդպիսի թեմ։ Ինչպես որ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ցավոք սրտի։ Իսկ տվյալ հոգևորականը ազատ է իր որոշումների մեջ։ Ձեր համար անակնկալ չէր։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Արցախ չի ուրացել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Արցախի համար կռիվ է տվել, անկախ հետևանքներից, ինչպիսի հետևանքներ ունեցան, ինչպիսի վերջնարդյունք գրանցվեց, Արցախի համար կռիվ է տվել, հավատացել է քոչարյանասերժական լոլոներին ու հեքիաթներին, որ Քելբաջարջի քարվաճառը ու 3800-ից ավել տղաների կյանք է դրվել զոհասեղանին հանուն Արցախի։ Լավ բարոյականությունն ու անբարոյականությունը իրականում պետքա սահմաններ ճանաչեն։ Իրականում պետքա սահմաններ ճանաչեն։ Մարդիկ կան, որ ասում են Արցախն ուրացել է։ Արցախի համար կռիվ է տվել։ Ասել, որ Արցախի համար Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր ամենաթանկն է նվիրել։ Հիմա ով է Արցախ ուրացող։ Արցախը որևէ մեկը չի ուրացել։ Հետևանքներ են եղել եւ այդ հետևանքներից գլոբալ առումով, հավաքական առումով հայ ժողովուրդը կատարել է հետևություններ։ Եվ այդ սահմանը հանրությունը շատ հստակ տեսնում է տարբերությունը ընդդիմադիր շրջանակների, կարող ենք այդպես ասել։ Ընդդիմադիր շրջանակներ մի ասեք Կիրիենկոյի վկաներ, ասեք Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպաններ, առանձին դեպքերում ասեք Ալիևի վկաներ, ասեք Հիկմետ Հաջիևի խոսնակներ, ասեք Էրդողանի ներկայացուցիչներ, ասեք 5-րդ Շարասյուն, ասեք Հայաստանի Հանրապետության պետականության դեմ կռիվ տվողներ, ասեք Հայաստանի Հանրապետության անկախությունը ժամանակին սակարկողներ, ասեք Հայաստանի Հանրապետությունը թալանածներ, ասեք ի վերջո տերպետրոսյանական ոճով թաթար-մոնղոլական արշավախմբեր, ինչ կուզեք ասեք, ինչ կապ ունեն այս մարդիկ ժողովրդի հետ։ Ժողովրդի մի փոքրիկ, շատ փոքրիկ, սարսափելի փոքրիկ հատվածն են, գերագրեսիվ, որ փորձում են հանրային տրամադրությունների վրա ազդել, օգտվելով նախորդ ընտրություններում ստացած դիրքից, ազգային ժողովի ամբիոնից, կեղտոտ փողերով պահվող լրատվամիջոցների ընձեռած հնարավորություններից եւ այդպես շարունակ կերակրատաշտից զրկվածներին իրենց շուրջը համախմբելով Էս է իրաց նպատակ ու էս է այդ շրջանակ, ինչ հայ ժողովրդի հետ իրենք կապ չունեն։ Իսկ իրենց հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց Արցախի թեմայով վաղուց մի քանի առիթ ունեցել է Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու, եթե դրա հետ համաձայն չէր։ Ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու քաղաքացին շատ լավ հասկանում է, որ այն քաղաքական ուժը, որը որ Արցախը եւ Արցախի ապագայի տեսլականը լոզունգ է դարձնում ու ընտրություններում նաեւ քվե ստանալու համար միջոց է դարձնում, շատ լավ գիտակցում են, որ այդ լոզունգներով եւ այդ ռետորաբանությամբ քաղաքականության մեջ գործող քաղաքական ուժերը պատերազմի մունետիկներ են։ Դա էլ է հասկանում ժողովուրդը։
Ու դրա համար հիմա ես եւս մեկ անգամ ձեր տաղավարից հորդորում եմ իրենք այս ճանապարհով գնան։ Եթե խոսում են Արցախից, իսկ իրենք խոսում են։ Եթե խոսում են ուրանալուց, իսկ իրենք խոսում են։ Թող բարի լինեն 2026 թվականի իրենց նախընտրական ծրագրերում զետեղեն Արցախի ազատագրման մինի օպերացիան կամ նպատակ սահմանեն առնվազն Արցախն ազատագրելու։ Ու կտեսնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշտ է այդ օրակարգի հետ, կիսում է այդ օրակարգը, բանի տեղ դնում է իրենց առհասարակ, թե ոչ։ Ձեր բնորոշումները չկրկնելով, պարոն Մկրտչյան, ամեն դեպքում խորհրդարանում գտնվող այդ երկու խմբակցությունները նախաձեռնել էին խորհրդարանական լսումներ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի եւ դրա արդյունքում քաղբանտարկյալների աննախադեպ թվի հարցով։ Հասկանալի է, որ նրանց ելույթների առանցքային մեսիջները ուղղված էին նաեւ միջազգային հանրությանը, ինչ է կարծում միջազգային հանրությունը կարծականքի, այսինքն իրենք միջազգային հանրության մասով իրենց նպատակներին կհասնեն։ Թե միջազգային հանրության դեպքում էլ իրենք կմնան որպես միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունում ունի աչքեր եւ ականջներ։ Եթե իրենց թվում է, որ այդ աչքերն ու ականջները եւ այդ թարգմանիչները չեն տիրապետում իրավիճակին, իրենք չարաչար սխալվում են։ Ովքեր են քաղբանտարկյալներ։ Չինական Վարդան Ղուկասյանի Երևանյան մոդելները, որ փորձում են նմանակել հայտնի բլոգերին ու հայոյախոսությամբ մարդկանց թիրախավորել իրենց հանրային քաղաքական գործունեության համար։ Ովքեր են քաղբանտարկյալները, մարդիկ, ովքեր որ հոգևորականի սքեմը խաչը պարանոցին գցած օգտագործում էին, իրենց դիրքը օգտագործում էին եւ պլանավորում էին ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության եւ իրավապահ համակարգի կողմից տարածած հաղորդագրությունների պլանավորում էին մի երկու հոգու պատերի տակ գյուլել, հետո քեշով ընտանիքի անդամներին տալ գումարը փողը առնել այդ դիակները գալ իշխանության ավտոբուսներում մարդկանց ողջ այրել, ովքեր են այս լուրջ այս շրջանակը քաղբանտարկյալ է։ Գործարարը քաղբանտարկյալ չէ։ Մասնավորապես Սամվել Կարապետյանը։ Երբ որ նա ընդամենը մեկ հայտարարություն է արել։ Ես չեմ կարծում, որ ընդամենը մեկ հայտարարության համար նա այս պահին կալանավորված։ Քրեական գործը գնալով ընդլայնվում է եւ գնալով նոր կետեր է իմ ունեցած տեղեկությունների համաձայն ավելանում։ Ըստ օթում կախված եւ մամուլի Դե ավելանում է, որովհետեւ իշխանությունների կողմից կա հրահանգ, ասում են։ Ինչ հրահանգ։ Ճնշումների ենթարկել առնվազն այն մարդկանց, ովքեր ունեն լծակներ հանրային կարծիքի վրա ազդելու, ունեն հոդվածներ առաջ քաշելու, հետապնդելու եւ հաստատելու կամ հերքելու դա, թե ոչ։ Ունեն կարծում եմ, եւ իրավապահները օգտվում են իրենց այդ իրավունքից։ Նравится, ծիրպի մայա красавица, ինչպես կասեր հայտնի դասականը Վլադիմիր Պուտինը։ Սա է։ Կներեք, իսկ Ռուսաստանի Դաշնությունում միլիարդներ կուտակած անձնավորությունը, երբ որ գալիս է Հայաստանի Հանրապետություն ու քաղաքական հայտ է ներկայացնում, չի մտածում, որ սա պետություն է ու ի վերջո Նիկոլ Փաշինյանական ոճով ասած, այդ պետության համը իրանց բերանում է մնալու։ Սա պետություն է։ Չի կարելի այս պետության անվտանգության, անկախության, ինքնիշխանության, հանրային համերաշխության գլխին դամոկլյան սրեր ճոճել։ Չի կարելի։ Գնացեք ձեր միլիարդները այլ միջոցներով պահեք։ Ժամանակին մտածեիք հանեիք Ռուսաստանի Դաշնությունից։ Հայաստանի Հանրապետության խեղճ ու կրակ քաղաքացին 3 միլիոն ազգաբնակչությունը, որ այստեղ ապրում է, կրակը չի ընկել ոչ մի ազգությամբ հայ միլիարդատերի միլիարդների ձեռը։ Անկեղծորեն կրակը չի ընկել այս ժողովուրդը, որ իրենք այնտեղ միլիարդներ են կուտակել, իրենք խոցելի են եւ իրենք իրենց կամքին հակառակ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ների մեջ են ներգրավում։ Կամքին հակառակ նկատի ունեք Իսկ դուք ուղարկել էին նրանց։ Իսկ կներեք, մի հատ դատական հայց արդեն Սամվել Կարապետյանի ուղղությամբ ճանապարհել է Հայաստանի բյուջեի չափ փող ունեցող անձնավորությունը միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացուց 9 միլիոն դրամ է պահանջում։ Հիմա դուք ուզում եք եւս մի դատական հայց ավելան։ Ես պնդել եմ եւ այդ պնդումը
կշարունակեմ կատարել, որի համար ինքը դատական հայց է ներկայացրել, այո, Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում հայկական Իվանեշվիլու դերն է փորձել կատարել, որը կանխվել է Շատ լավ։ եւ ապրեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, կեցե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որ կանխել է սա, եւ այո, Ռուսաստանի Դաշնությունից, Հյուսիսից եւ առհասարակ արտաքին ուժերի կուրացիայի տակ ենթարկվող, կուրացիայի տակ գտնվող ուժերը, որ մտքի ծայրով անցկացնում են, որ պետք է Հայաստանում քաղաքական process-ների վրա ազդեցություն ունենալ, այլ դրսի տերերի հորդորներով, իրենց այս ճակատագիրը պիտի սպասվի։ Մոլդովայի օրինակով, Ֆրանսիայի օրինակով։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է այդ օրինակները կիրառի եւ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր որոշ քաղաքական ուժերի գործունեությունը կասեցվի նաեւ այս համատեքստում։ Էլ չեմ ասում, որ ազգությամբ հայեր Ռուսաստանի Դաշնությունում հարստացած, որ այստեղ փորձեր են անում քաղաքականության մեջ նշանակալի դեր ունենալ, դա պետք է հենց բնում օրորոցում խեղդել։